Օձուն գյուղը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի շրջանում։ Պատմական գուգարած աշխարհի Տաշիր գավառի հնագույն բնակավայրերից մեկն է։ Գյուղի տարածքում կան 2 դամբարանադաշտեր՝ Քրիստոսից առաջ 4-ից առաջին հազարամյակի։ Կարծիքներ կան, որ այն եղել է գավառի կենտրոն։ Գյուղի օձուն անվանումը ունի հիմնավոր բացատրություն։ Ավանդույթի համաձայն առաջին դարում Թովմաս Առաքյալը գալով օձուն եկեղեցու տարածքում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Օձուն անունն էլ ասում են, որ առաջացել է հենց օծել բառից։ Տարբեր մատենագիրների մոտ հանդիպում ենք նաև ազուն, օձուն, ազու անվանումները։ Գյուղը միջնադարում բավականին հայտնի է եղել շնորհիվ հայոց կաթողիկոս Հովհան Օձնցի իմաստասերի։ Օձունի տարածքը հարուստ է պատմաճարտարապետական տարբեր հուշարձաններով՝ եկեղեցիներ, վանական համալիրներ, մատուռներ, կոթողներ, մահարձաններ, խաչքարեր, ժայռափոր անձավներ, հին բնակատեղիներ, ժողովրդական ճարտարապետության նմուշներ։ Քարայրներից հայտնաբերվել են բազմաթիվ հիշատակարաններ։ Գյուղի կենտրոնական մասում գտնվում են Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կոթող մահարձանը, միջնադարյան 2 գերեզմանոցներ։ Լեռնային պայմաններն ու հարուստ բուսականությունը հնարավորություն են ստեղծել զբաղվելու անասնապահությամբ, կարտոֆիլաբուծությամբ, բանջարաբուծությամբ, հացահատկի, կերային կուլտուրաների մշակությամբ ու պտղաբուծությամբ։ Լոռու մարզի Օձուն գյուղում ապրող այս ջերմ ու հյուրընկալ զույգը միասին է արդեն 50-ից ավելի տարիներ։ Տատի ու պապի պատմությունը մի ամբողջ կյանք է՝ լի սիրով, համբերությամբ ու փոխադարձ հոգատարությամբ։ Նրանց տուն մտնելուն պես զգացվում է տարիների ընթացքում կերտված ընտանեկան ջերմությունն ու խաղաղությունը։ Նկարահանման ընթացքում նրանք սիրով հյուրընկալեցին մեզ, ինչպես ընդունված է հայկական տներում, սուրճով ու անկեղծ զրույցով։ Չենք կարող ոչ մի կերել ագնակ։ Ինչ, նստեցել, եկեք նստեք։ Նստեցել։ Կեմ եմ մի հացրուկ ծնեմ խմել։ Ապրեմ ենք էլիս ես տղաջան, տանջվելով։ Ոտս կոտրեց մնացիսը հետ փետի վրա 2 տարի աղել։ Ամեն ինչ հետ կարև որ ուզներս տատիկ հագնեմ, բայց ես 2 տարյա չեմ կարամ, երեխեքս են գալի անամ, լամ գնամ, ոչ մի բան։ Ինչ պատմեմ, տղաջան, բան չկա պատմելու, պատմելու ունենա որ առողջլես։ Ես ես հետ հնգեր կխմեմ։ Ամեն ինչ էլ անում ենք, թագում ենք, արաղ ենք քաշում, ունենում ենք մենք միաստանը։ Արաղը միշտ էլ ունենում ենք, մեր սեղանին արաղը դրած է, նենց չի որ ունենք, քարքաստու։ Ոնց չուշ, միկն համարը շատ։ Ինչ եք անեմ։ Արաղը թորելուց ասում տատին օգնում է։ Տատին օգնում է, ասա պապի օգնում ես, այդ հարցրու։ Ես քանի տարի ես։ Դա չի կարող ասես։ Ոտս կոտրած չեմ կարում ոչ մի գործ դիլանեմ, ինա ես դիվանն եմ։ Ինա կոֆել է փնեմ, որ համով լավ է փնեմ, միջև վերջ, միջև կարող ասեմ քեզ համովա թե չէ։ Ուֆ։
Ընդորվա ձևը ուրիշ այլ է, ընդովիմ ասենք պտի հեղնամերը ամուսնացնեն, հմիկ վասիրահարություն չելել, բան չելել, տվել են ուզել ենք։ Մեջինա, էլի 67 տարու մեջինա, որ մենք ապրում ենք իրար հետ։ 6 աղջիկ ենք ունեցել։ Կարամ պատմեմ մեր կյանքիցը։ 6-ին ամուսնացրել եմ, տեղավորել իրանց ամենքն իրանց։ Բայց ժողովրդին ասես ոչ։ Որ նկար մասն դեմ։ Ասում ասի ես էլ 100 լիտր արաղ ունեմ, 20 լիտր արաղ ունեմ։ Asta e stil. Christa. Andiamo beruto stil. Senza l'inte cortena sapri goranan. Kaltenesel tanil ցալոջան։ Դե միրգը լցնում ենք, բան, մենք չերպիսոք ենք տալի, իրա ժամանակը գալիս է, ժամանակ ունի էլի դա։ Բան ենք անում, լցնում պղինձը, էտա իրա ձևով գալիս էլի դուք եղած չես հեչ։ Բայց խես ինձ խոսասլամ։ Տենց էլի։ Ամեն ինչ անում ենք, ուզում ենք անենք, նար չկա, ուզում եմ անեմ, ես սենք չեմ էլել, բայց էտա անում եմ, չարչարվելով անում ենք։ Ուրիշ տեղից Դուրից ենք, մենք երկուստ էլ դուրից ենք։ Մի քիչ ես ներքև եմ ապրում, ինքը տասի այլ է։ Ես խաչր էի գնացել, ինքն էլ եկել էր, տեղել էր, տենց էլ Կոֆետ մնաց այդ։ Խմենք ոչինչ։ Հա, քեթել է լա։ Հերս էլ տվուց։ Խելոք ընտանիք հենել, ասենք, իրանք։ Ապրել ենք մինչև հնի։ Ունեմ 40 ծոր, 21 թոր։ Էջմիածնից օձուն եկած այս ընտանիքը տարիներ առաջ է տեղափոխվել, բայց այսօր արդեն այն դարձել է իրենց իսկական տունը։ Տիկինանուն հայտնի է իր աշխատասիրությամբ գյուղում եւ այսօր պատրաստում է տոնական սեղանի զարդը, ձուն, ներկելով այն։ Զատիկը առանց ձվի կռվածնելու պարզապես չի լինում։ Այս անգամ տոնական ավանդույթին միացանք նաեւ մենք, նկարահանող խմբով, Տիկինանոյի հետ։ Բայց ես ամանի թափատը նկարիք մի։ Դեր գոր չեմ արել։ Սոխը կլեպը լսնում եմ, ու ձվերը մեջը շարում են։ Շատ սիրուն գույնալում։ Այդ էշմասնից են բերե ես այս բանը, չնացտեղել են անում։ Դա էշմասներ են անում մեր մոտի ժողովուրդը։ Ինչ եմ հավաքել գնացել բան բերեմ, հարդե ոչինչ։ Քանատուն թվեք։ Ես ագույնը դուս չգզես, ինձնի ես ներկերով բանով չեմ անում։ Սոխի կլեպով եմ անում ես միշտ։ Շատ լավ աստեր գեղումը, ազատ, հանգիստ, Արոնյան լավը, ինչ ասեմ, ամեն ինչ լավ է։ Էտա ես շատ գոհ եմ։ Մեր Արորայից էլ մեր ամեն ինչն էլ, եմ իմ մատնի խոսած է։ Սուն ինչ է լավ։ Այդ դաղնիս է, մեր համար
ամեն ինչ ստեղծել ենք, մեզ համար յուր ենք գնում մարդուկունիկ։ Թորնեին էլ ապահովում ենք քարքասում։ Մեր գործով, մեր տանարորայով, եսիմ շատ գոնի տղաճան, էլ ինչ ասեմ, Երիկա, ծաղ մեր ունգել տենտին էշ մազինումի, նեփոս բուկտ է կզի, չգզեիք։ 3 տարվա արավ ունեի պահած, մեր ոտերես ատամանք էվիցին 6 տարավ թապչեց, թակ ունե պահ։ Դո հերիքա նկարհիս այ բարամ, անջատի, անջատ էդ բան չեմ խոսում, գնա, ալի։ Դե միամիտ ասել այդքան էլ ճիշտ չի, Լավ է միամի չեն, լավ է շուստրի սրտերը է նա, մաքուր պարզ մարդիկ են, լորեց էլի։ արնատուց եք է։ Լավ է շուստրի, Դե լորեց դեպքը եկել միամի։ դրա վերաբերյալ էլ մի բան, մեկի փչանում է գյուղում, մեկի ասում է մի հատ պակրեշ կատուր էլի տակը գցեն։ Տալիս այդ մարդը ու դան ասում է մի շաբաթից հետ կբերեմ։ Չի հարցնում, չի ասում անուն, աս կամ հեռախոս բան, մի քիչ գնում է հետ գալի ասում է այդ պահով են էլի դες ասում միամիտ լորեցի։ Ասում եմ մենք չենք միամիտ, դուք եք աֆերիստ։ Որ եթե հետ չտես բերի, ես իմ լավությունն անում եմ, էլի։ Այ եղեք ասում են անոնով, ասում եմ ես եմ Անականստանից դուս եկել։ Սա չի է։ Ես կարիլ տեմ, թայ։ Թայ ես կարեցի, Ես մի հատ էլ հնարավորություն ունեմ։ թայ, սաղիտ կարեցի։ Ահա, թայ, ուժեղ եմ։ Արադից։ Հետա քոնը ճարծվեց։ Կարող է մի կողքով կային աստավ։ Գյուղի հացի փուրը տարիներ շարունակ մատակարարում է բնակիչներին ամենօրյա հացով, պահպանելով ավանդական համն ու որակը։ Փուրը գյուղի կարևոր կենտրոններից մեկն է։ Այստեղ ոչ միայն հաց են թխում, այլև ստեղծվում է յուրահատուկ համայնքային մթնոլորտ։ Ամեն օր վաղ առավոտից սկսվում է աշխատանքը, այլուրի խառնումից մինչև թոնրի տաքացումը։ Թխվող հացի բույրը տարածվում է ամբողջ գյուղով, դառնալով առօրյայի անբաժան մասը։ Այսօր առավոտը զատկական է, սովորականից ավելի աշխույժ։ Գյուղացիները շտապում են վերցնել իրենց տոնական հացը, սեղանը լիարժեք դարձնելու համար։ Թխվող լավաշն ու հացաբուլկեղենը դառնում են տոնական սեղանի անբաժան մասը։ Այսօր Սուրբ Զատիկն է, Քրիստոս Հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի,
Օձունի վանքը մեր հայոց ամենահին վանքերից մեկն է, վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության գոհարներից եւ մինչ օրս մեզ ասած տվյալ ժամանակաշրջանի այն քիչ վանքերից, որ ամբողջական տեսքով պահպանվել եւ հասել է մեզ։ Թվագրվում է 6-րդ դարով։ Իսկ ավելի վաղ 4-րդ դարում կան փաստական տվյալներ, որ այստեղ եղել է ավելի փոքր եկեղեցի, հավանաբար միանավ բազիլիկ, կառուցված Տրթատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի կողմից, երբ որ քրիստոնեությունը արդեն ընդունվեց Հայաստանում եւ ձեռնամուխ եղան եկեղեցիների կառուցմանը։ Պատմության մեջ Օձունի վանքը նշանավորվել է այն հայտնի եւ հզոր հայրապետներից մեկով Հովհաննեսիով, որ եղել է այս գյուղի ծնունդը, իր եկեղեցական եւ հոգեվոր ծառայությունը սկզբնավորել Օձունի վանքում, այնուհետև դառնալով հայոց այդ նշանավոր հայրապետներից ու նաեւ սրբադասվելով։ Կաթողիկոս է եղել 8-րդ դարում։ Մեծ դերակատարություն է ունեցել թե եկեղեցական եւ թե ազգային կյանքում։ Պիտի ասեմ, որ Հոսնեցուն վերագրվող ամենահայտնի գործը կանոնագիրք հայոցի խմբագրումն ու կազմումն էր, որը հայ իրավաբանական մտքի պատմության մեջ առաջին ինկորպորացիան է համարվում, նույնիսկ Մխիթար Գոշից առաջ։ Իրանից մեզ փոխանցվել են գրական տարաբնույթ ժառանգություն, տարբեր ժանրերի, ինչպես նաև հայտնի է պատմության մեջ 719 եւ 726 թվականին հրավիրված իր կողմից նախաձեռնված Դվինի եւ Մանասկերտի ժողովներով, բայց ամենահայտնի դեպքը կամ պատումը Հովհաննեսու Դամասկոսի արաբ Օմար Ամիրապետի հետ հանդիպումն էր, որի արդյունքում նա կարողանում է տպավորիչ ներկայանալ, այսինքն այն ինչպես որ իր կյանքն ու կենցաղավարությունն էր եւ որի արդյունքում Հայաստանի համար եւ հայ ժողովրդի, հայ եկեղեցու համար մի շարք կարեւոր արտոնություններ ունենալ, այդ թվում նաեւ ամենանշանավորը թերևս հայ գերիների վերադարձներ։ Նշենք նաեւ, որ վանքը առաջին որպես ինֆորմացիա վանքի մասին մեզ պատմվում է Կիրակոս Գանձակեցի եւ Վարդան Արևելցի պատմիչներից, մինչ այդ եղած որևէ տեղեկություն պահպանված չէ եւ անդրադառնում են հենց Հովհաննեսու առիթով։ Վանքը դարերի ընթացքում ունեցել է իր դպրոցը, իր կրթական դերակատարությունը, վստահաբար նաեւ իր պաշտպանական դերակատարությունը իր գաղտնողիով, վանքի տակից մինչև ձոր։ Այստեղ շատ արժեքավոր են նաև պատերին արված հարթաքանդակները, որպես վաղ միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ, որից ամենանշանավորը թերևս Աստվածածին Հիսուսմանկան հետ քանդակն է իր եռաչափ կառուցվածքով, նաև մի քանդակ, որը իր մեջ ունի կենթանություն, ունի շարժումներ, դինամիկա, որտեղ էլ որ հետագայում Սերգեյ Փարաջանովի Նռանգույնը ֆիլմից կադրեր են նկարահանվել։ Օձունի վանքի կողքը հյուսիս-արևելյան մասում վեր է խոյանում վաղ միջնադարյան կոթողային արվեստի գործերից մեկը Օձունի կոթող մահարձանը, որը այսօր վաղ միջնադարից պահպանված վերջին երկու կոթողներից է։ Իր վրա ամենանշանավոր եւ զարմանահրաշ գործը սյունանման օբելիսկներն են, ամբողջական քարից մոտ 4 մետր բարձրության, որը բոլոր կողմերից պատված է քանդակներով։ Եթե կողային հատվածներից բուսական եւ երկրաչափական մոտիվներ են, ապա դիմային եւ հետնամասում պահպանված են աստվածաշնչյան տեսարաններ եւ հայ ժողովրդի պատմության դրվագներ, որ առնչվում են առաջին դարից մինչև 4-րդ դարի դեպքերի այդ շրջանակներում եւ արված են Ագաթան Գեղոսի հայոց պատմության մոտիվներով։ Եվ կոթողը վերնամասում ունեցել է շարունակություն, որը ցավոք մեզ չի հասել, իսկ ավելի ուշ 19-րդ դարի մի ուղեգրության մեջ Սարգիս Ջալալյանցի պատմում է, որ այստեղ է ամփոփվել մասունքը հայոց Սմբատ առաջին Բագրատունի արքայի։ Այսօր նաև քրիստոնեության մեծագույն տոներից մեկն է
քրիստոնյա աշխարհում Սուրբ Ծննդի հետ միասին հարության տոնը մեր մեծագույն եւ ամենակարևոր ու սիրված տոներից է։ Հարության տոնը, եթե կարճ ասենք, հաղթանակն է կյանքի մահվան նկատմամբ, ինչպես նաև հաղթանակը լույսի խավարի նկատմամբ։ Հիսուս Քրիստոսի հարությունը գալիս է մեզ ցույց տալու այն իրողությունը, ինչ որ պիտի տեղի ունենա նաև գալիքում։ Այսինքն, որ բոլոր մարդիկ, բոլոր մահացածները հարություն պիտի առնեն, երբ որ Հիսուսը երկրորդ անգամ գա աշխարհ։ Սա մեզ պիտի տա այն հույսը, այն ուժը, այն զորակցությունը մեր յուրաքանչյուր օրվա մեջ, մեր կյանքի ցավերի ու նեղությունների մեջ, առավել եւս կորուստների մեջ, որպես իմանանք, որ կյանքը մահից հետո ունի շարունակություն եւ Աստծուն հավատացող մարդու համար մահը դեռևս վերջակետ կամ ավարտ չէ, այլ Հիսուսի հարությունը ցույց է տալիս, որ գերեզմանից այն կողմ կա կյանք, այն ամենը, ինչը որ մարդու համար կարող է թվալ վերջ եւ ավարտ, Աստված այն կարող է դարձնել մի նոր սկիզբ, որը հենց հարության խորհուրդն է։ Սա է մեր հավատը մեզ ասելու, մեր կյանքի օրերին մեզ ցույց տալու, սովորեցնելու, պատրաստելու այն գալիքին, որ պիտի լինի, որպեսզի մենք հույսներս չկորցնենք եւ ինչպես որ Հիսուսի առաքյալն է ասում, միայն այս կյանքի համար եւ այս կյանքի վրա հույս չդնենք, որովհետեւ մեր կյանքը անկախ նրանից թե ով ինչքան կապրի, միևնույն է անցողիկ է եւ ժամանակավոր։ Եվ քրիստոնեական աշխարհում, հատկապես ժողովրդական մասով շատ գեղեցիկ ավանդույթներ կան, որ առնչվում են հարության տոնի հետ, դրանցից է օրինակ առաջինը գլխավոր խորհրդանիշը կարմիր ներկված ձուն, որտեղ կարմիրը Հիսուսի թափած արյունն է խորհրդանշում, չէ որ հարության ճանապարհն անցավ Հիսուսի չարչարանքների ու տառապանքի միջով, որ ցույց է տալիս, որ կյանքում ամեն մի կարևոր բան հենց այնպես չի լինում, ամեն մի հաղթանակ հենց այնտեղից օդից չի լինում, այլ դրա մեջ կա աշխատանք, դրա մեջ կա չարչարանք, կա քրտինք ու տառապանք։ Իսկ արդեն ձուն, որ խորհրդանշում է ինքը աշխարհը, ցույց է տալիս, որ աշխարհը, այսինքն մարդկությունը փրկվում է Հիսուս Քրիստոսի արյունով։ Մյուս հետաքրքիր մասը ծլեցրած ցորեններն են։ Այդ կանաչ ծիլերը հենց հարության խորհուրդն է, կյանքի վերազարթոնքի, կյանքի շարունակականության։ Օրինակ, երբ որ այդ ցորենի հատիկը մենք դնում ենք հողի տակ, այնտեղ առաջին հայացքից կարող է թվալ, որ կյանքը ավարտվեց, բայց չէ որ հենց հողի տակ է, որ ինքը պիտի ծլի եւ նոր կյանք տա, որը հենց հարության այդ նոր կյանքի շարունակությունն է։ Եվ հետաքրքրական է նաեւ սեղանի ուտեստներից չամիչով եւ բրնձով այդ փլավը, որը շատ այսպիսի մի խորհրդանիշ ունի, որտեղ եթե բրինձը խորհրդանշում է աշխարհ այդ մարդկությունը, բոլոր մարդիկ, ապա դրա մեջ չամիչը քրիստոնյաները։ Եվ մյուս ավելի նեղ իմաստը, եթե բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, ապա այդ չամիչը Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներին, Քրիստոսի առհասարակ առաքյալներին, ովքեր որ հարության ավետիսը բարի լուրը փոխանցեցին իլուր աշխարհի։ Օգտագործում է նաև սեղաններին դրվում է նաև ձուկ, որը քրիստոնեության ամենասկզբնական մասում հատկապես առաջին շրջանում, երբ դեռ քրիստոնյաները հալածանքների այս ժամանակաշրջանի մեջ էին, ձուկը օգտագործում էր եւ ձկան նշանը որպես նշանաբան կամ նշան կամ բանալի քրիստոնյաներին իրար ցույց տալու համար, որն գալիս է հունարեն իղտիուս բառից, իղտիուս նշանակում է ձուկ, իսկ իղտիուս բառը, եթե յուրաքանչյուր տառ մենք բացում ենք, լինում է հայերեն թարգմանությամբ ասեմ միանգամից Հիսուս Քրիստոս Աստծո որդի փրկիչ, այսինքն Իղծիուս Իեսու Քրիստո Հյուոս Թեոս Սոտեր, Հիսուս Քրիստոս որդի Աստծո փրկիչ։